Հանրային ծառայությունների կարգարող հանձնաժողովը հիմք ընդունելով էներգետիկայի մասին օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը իր նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 4-ից սկսել էր էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիա արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց։ Սակագների վերանայման հիմնական գործոններն են 17 թվականի հունվարի 1-ից ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը, 17 թվականի փետրվարի 1-ից մինչև 18 թվականի փետրվարի 1 ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի սպառման եւ համապատասխան արտադրության հաշվեկշռի փոփոխությունը գործողի նկատմամբ, 16 թվականին էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացված ներդրումների վերադարձի ապահովումը, շահույթի եւ մաշվածության տեսքով եւ մի շարք այլ գործոններ։ Սակագնային քաղաքականության վարչության կողմից վերահաշվարկվել են Հայաստան էլեկտրական ցանցեր ԲԲ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, արտադրող կայանների, էլեկտրաէներգետիկական համակարգին ծառայություններ մատուցող ընկերությունների սակագները։ 110 կՎտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին 33.48 դրամ կՎտ, գիշերային սակագին 29.48 դրամ կՎտ, 35 կՎտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին 35.98 դրամ կՎտ, գիշերային սակագին 31.98 դրամ կՎտ, 610 կՎտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին 41.98 դրամ կՎտ, գիշերային սակագին 31.98 դրամ կՎտ, 0.38 կՎտ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակչության համար բացառությամբ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների ցերեկային սակագինը 44.98 դրամ կՎտ, գիշերային սակագին 34.98 դրամ կՎտ։ Կառավարության 16 թվականի նոյեմբերի 3-ի համար 1122-ային որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը 40 դրամ կՎտ, գիշերային սակագինը 30 դրամ կՎտ։ Բոլոր սակագները ներկայացրեցի ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Ուժը կորցրած է ճանաչում հանձնաժողովի 16 թվականի հունիսի 24-ի համար 192-ային որոշումը եւ բոլոր որոշումներն ուժի մեջ է մտնում 17 թվականի փետրվարի 1-ից։ Պարոն Բաղրամյան, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարեց, որ կարա գազի արտահանման եւ էլեկտրաէներգիայի ներկրման խնդիրները եռապատկել։ Ես ուզում եմ ուղղակի հարց տալ, կարող են այսօրվա ջերմային էներգիա արտադրող կազմակերպությունները կամ հարմար կլինի իրանք աշխատեն այն տեխնոլոգիայով կամ այն մոտեցումներով, որ աշխատում է Երևանի ջեկը։ Սա որոշման առաջի հետ կապված եւ երկրորդի հետ կապված, սակագնի հետ կապված, լավ է որ էժանացել է, վատ է որ քիչ է էժանացել։ Մենք ուզում ենք հետագա սպասելիքները ինչից է կախված, որ ավելի էժանանա։ Շնորհակալություն։ Իրականացվում են էլեկտրահաղորդման գծերի կառուցումներ միջհամակարգային եւ դրանամիտված դեպի Իրան 400 կՎտ-ի երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Այդ գծի կառուցումից հետո մենք հնարավորություն կունենանք շուրջ 1000 մեգավատով ավելացնել մեր հզորությունները, այսինքն արտահանումները դեպի Իրան, եւ եթե ավելանա արտահանումները, բնականաբար կարող են համապատասխան նաեւ ավելացվել գազի ներմուծման ծավալները։ Ինչ վերաբերում է Երևան ջեկի պես կայաններ ունենք, որ նման արտահանումը կազմակերպենք, այո, ունենք նաեւ Գազպրոմ Արմենիայի Հրազդան 5-րդ էներգաբլոկը, որը նույնպես այդ սխեմայում այսօր որոշակի տեղ ունի եւ աշխատում է, եւ այնտեղ կան ավելի մեծ պոտենցիալ, քան այսօր ինքն աշխատում է։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ինչ կարող են սպասել սակագների մասով, նշեմ, որ սակագները հաշվարկվում են 1 տարվա կտրվածքով, 2018 թվականի փետրվարի 1-ը մինչև ես ասացի, որ հաշվեկշռի հիման վրա կառուցված է սակագները եւ 2018 թվականի փետրվարի 1-ին, եթե բազմաթիվ գործոններ են ազդելու այս հարցերի վրա, վերլուծելով այդ բոլոր գործոնները, դա եւ փոխարժեքն է եւ այն ժամանակվա ջերմակայաններին վաճառվող գազի գինը, կատարված ներդրումները, ծախսերը, այն նոր կարելի է կարծիք հայտնել, սակագները կնվազեն թե կավելան։ Ովքեր եք ով խնդրում եմ քվեարկել։
թողնել դեմ ձեռնպատ չկա, ընդունում է։ Պարոն Հարությունյան, փաստորեն էլեկտրոէներգիայի սակագինը այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է նվազում, բայց այդպես էլ չի հավաստարվում այն գնին բոլոր սպառողների համար, ոչ սոցիալապես անապահովների, որը եղել էր նախկինում, մինչև թանկանալը։ Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստան էլեկտրական ցանցերի ֆունկցիայի մեջ չի մտնում սակագների սահմանումը, եւ մեր համար սահմանված են բանաձևեր ուղղակի, որով որ որոշում է մեր վաճառված էլեկտրաէներգիայի եւ գնված էլեկտրաէներգիայի տարբերությունը։ Համենայն դեպս ես ուզում եմ շեշտել, որ որպես արդեն քաղաքացի եւ ոչ թե որպես Հայաստան էլեկտրացանցերը ղեկավարող անձ, որ ես տեսնում եմ, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից եւ կատարում են բոլոր քայլերը, որ բոլոր սակագները միտված լինեն դեպի նվազեցմանը եւ լինեն ավելի հարմար մեր բնակչությանը։ Որպես էլեկտրացանցերի տնօրեն ես շեշտեցի, որ մեր մասով կա սակագնային մարժայի կտրուկ նվազեցում այս տարվա ընթացքում, ինչպես գիտեք, անցյալ տարվա օգոստոսին, այսինքն այս տարվա օգոստոսին մեր սակագնային մարժան նվազեցեց 24 միլիարդ դրամով շուրջ, որը բաղկացած էր այն 22.5-23 միլիարդ դրամ նախորդում բարձրացածից եւ նվազեցվեց նաեւ նախորդ տարվա ընթացքում արտադրության, էլեկտրաէներգիայի արտադրության դրական արդյունքի չափով, որը որ դա պիտի բաշխվեր համակարգին, չպիտի մնար Հայաստանի էլեկտրացանցերին։ Նաև նշվեց ելույթ ունեցողի մոտ, որ այս սակագնային մարժայից նույնպես մեր մոտից մեր ընդհանուր բանից հանվել է մարժայից շուրջ 2 միլիարդ դրամ, նորից դրական այն արդյունքը, որը որ կարող էր համարվել գերշահույթ Հայաստան էլեկտրացանցերի համար եւ որը որ առաջացել էր էլեկտրաէներգիայի արտադրության դրական կառուցվածքից։ Ըստ ձեր հաշվարկների նույնպես 1.22 դրամը մաքսիմումն է, որ հնարավոր է իջեցնել։ Գուցե շռայլորեն ըստ մեր հաշվարկների, որը որ վերաբերվում է Հայաստան էլեկտրացանցերին, այո, մնացածը մեզ չի վերաբերվում։ Պարտքեր ցանցերի արդեն փակված են։ Այո, Հայաստան էլեկտրացանցերը չունեն որևէ դրամ ժամկետանց պարտավորություններ, այսինքն այն ամենը, ինչը նախատեսված էր, որ մեր սակագնային մարժայի ավելացման արդյունքում մինչև օգոստոսի 1-ը պետք է մարվեր, դրանք կատարվել են 100%-ով եւ օգոստոսի 1-ից հետո էլ որևէ նորը չի առաջացել։